Այսօրվա Smart սարքը, որ ուզում եմ ներկայացնել, դա խելացի կառավարման վահանակն է, որը փոխարինում է Smart Life ծրագրին, իհարկե ոչ ամբողջությամբ։ Այս սարքի միջոցով կարող եք անջատել, միացնել սարքեր, լույսեր կամ տեղեկանալ շարժման կամ ջրի արտահոսքի դատչիկների տված ինֆորմացիայով։ Այն ունի Wi-Fi-ի միանալու, Bluetooth-ին միանալու եւ IK-պորտ, որը թույլ կտա, որպեսզի կառավարեք այս սարքի օգնությամբ հեռուստացույց, կոնդիցիոներ, մի խոսքով փոխարինում է հեռակառավարման վահանակին, պուլտին։ Ունի նաեւ 3 ելքեր, որի միջոցով կարող եք կառավարել այլ սարքեր։ Տուփի մեջ ունենք շուրուպներ, որպեսզի ամրացնենք այն, հատուկ բանալի, որպեսզի զբրոս անենք, այսինքն բերենք գործարանային տեսքի, ձեռնարկ, որին կարող եք ծանոթանալ QR կոդը սկանանելով եւ մանրամասն ծանոթանալ սարքի հնարավորություններին եւ իհարկե սարքը, որը միանում է 220 վոլտին եւ ունի 3 հատ ելքեր, որը միացրած է հենց L ոտքին։ Իհարկե այն միանում է նաեւ 5 վոլտով, կարող եք ուղղակի այն միացնել Type-C բլոկ պիտանեի օգնությամբ։ Այն տեղադրելու համար այստեղից բացում ենք, տեղադրում ենք այն պատի վրա կամ մեր ցանկացած հարմար տեղ, որից հետո այն հավաքվում է հետևյալ կերպ։ Այստեղ գտնվում են 3 կնոպկաներ, որոնք կարող ենք օգտագործել թե այս ելքերը միացնելու համար, թե կարող ենք այն փոփոխել եւ օգտագործել այլ սարքեր, խելացի սարքեր միացնելու համար։ Այժմ անցնենք արտաքին տեսքին կամ ինտերֆեյսին, որից հետո ցույց կտամ, թե ինչպես է այն կառավարվում նաև Smart Life ծրագրի միջոցով։ Նախքան միացնելը ինչպես երևաց, մի խոսքով մենք կարողանում ենք այստեղից կառավարել ֆազը, որը հերթով միանում է այս ելքերին։ Այժմ միացնենք սարքը եւ փորձարկենք։ Սկզբի համար նշում ենք լեզուն,
Ընտրում ենք Wi-Fi-ը, հավաքում ենք Wi-Fi-ի ծածկագիրը և միանում ենք Wi-Fi-ին։ Միացանք ցանցին, որից հետո որպեսզի միանանք Smart Life ծրագրին, բջջայինի միջոցով սկանավորում ենք այս QR կոդը։ Սարքը ավելացնելու համար սկանավորում ենք այն։ Եվ սարքը հայտնվեց մեր Smart Life ծրագրում։ Այն ընթացքում այն կներկայացնենք, կծանոթանանք նաև բջջայինով ինտերֆեյսի հետ։ Այժմ անցնենք արտաքին ինտերֆեյսին։ Եվ այսպիսով այստեղից կարողանում ենք միացնել մեր ելքերը, և իհարկե անջատել։ Այս էջից կարողանում ենք մի խոսքով անջատել, միացնել ելքերը, ֆազերը, այսպես ասած, կարող ենք անվանափոխել, որպեսզի ավելի պարզ լինի, թե որ ստեղն է ինչն է միացնում։ Հաջորդ բաժինը մեր մոտ նույն այդ ստեղները կարող ենք փոխարինել մեր համար ավելի ցանկալի գործողությունների, օրինակ առաջի ստեղնի տակ գտնվողը կարող ենք փոխարինել օրինակ մեր եղած սարքերից ինչ-որ մեկով։ Ահա մեր մոտ բացվում են բոլոր սարքերը։ Օրինակ երեխաների սենյակից ինչ-որ մի լույս, արդեն այս ստեղնը սեղմելիս մեր մոտ ոչ թե կմիանա ելքայինը, այլ կմիանա արդեն մեր ուզած Smart սարքը։ Իհարկե, այստեղից մենք նույնպես կարող ենք այն միացնել որպես ելքային վիղդ։ Ասեմ, որ եթե այս ստեղնը փոխարինում ենք, այլևս վրայից չենք կարող միացնել այս ելքը։ Անցնենք առաջ, հաջորդը դա մեր մոտ պիկապորտն է, որի միջոցով կարող ենք կամ օգնությամբ կառավարել, սարքել, այսինքն այն փոխարինում է հեռակառավարման վահանակին։ Այստեղից կարող ենք նշել հեռուստացույց, մեր հեռուստացույցի օրինակ ֆիրման, օրինակի համար սա, որից հետո սեղմում ենք միացնել անջատելու կնոպկան և ասում ենք այն կարողացավ կառավարել, թե ոչ։ Եթե չէ, ասում ենք ոչ, նոր տարբերակ է առաջարկում, մի խոսքով այնքան ժամանակ ենք անում, մինչև մեր մոտ հայտնվի օրինակի համար
Ավելանալուց հետո մենք արդեն կարողանում ենք կառավարել հեռուստացույցը։ Եվ իհարկե կարող ենք տալ նոր անուն։ Ավելանալուց հետո մեր մոտ կավելանան արդեն այստեղ հեռուստացույցը կամ մեր ուզած սարքը, որը արդեն կարող ենք կառավարել համ այստեղից, համ կառավարման վահանակի վրայից։ Հաջորդ էջը դա մեր մոտ Հաջորդ էջը դա մեր մոտ դամաֆոնի հետ կապված էջերն են, որտեղ կարող ենք միացնել այս սարքին արտաքին դռան խլացի սարքը։ Իմ դեպքում որոշ պարամետրեր չեն համապատասխանում, որպեսզի այն կպնի այս կառավարման վահանակին։ Քանի որ իմ մոտ միշտ այն անջատված է եւ սեղմում են զանգի ստեղն է, նոր իմ մոտ միանում է սարքը էկոնոմիայից ելնելով, իսկ այս վահանակը չի կարողանում միանալ նրան, քանի որ այն անջատված է։ Այստեղ ալբոմ բաժինն է, որտեղ կարող ենք ավելացնել ֆոտոներ մեր նախընտրած օրինակի համար, որը կավելանա արդեն այստեղ եւ որը կարող ենք արդեն տեղադրել մեր վահանակի էկրանին։ Այլ կարգավորումների մեջ կարող ենք նշել, օրինակ, երբ հոսանքները գան մեր մոտ բոլոր ելքերը L1-ից L3-ը ավտոմատ հիշեն իրենց վերջին ձև, այսինքն եթե միացած էր, նորից կմնա միացած, անջատված էր, անջատված։ Այս ռեժիմի ժամանակ բոլորը, երբ էլեկտրոցանցից լույս հոսանքները գան, բոլորը ավտոմատ կմիանան, իսկ այս ռեժիմի ժամանակ բոլորը անկախ նրանից, եթե անջատված էին կամ միացած, ապա կանջատվեն։ Այս տարբերակը ավելի լավ է, եթե տանը չեք, օրինակ, երբ էլեկտրոցանցից հոսանքները գան, կիմանաք հաստատ, որ այն ինչը միացված էր այդ ելքերից անջատված է։ Իսկ եթե պետք է, որ նորից այն մնար միացած, ապա տեղադրում ենք հիշել այս տարբերակը, որպեսզի ամեն ինչ մնա այն ձևով, ինչպես որ կար մինչև հոսանքի գնալը։ Այստեղից արդեն կարող ենք առանձին նշել կոնկրետ, որի դեպքում ինչ լինի։ Հիշի մնա միշտ անջատված կամ միացած։ Այս ռեժիմի ժամանակ այդ ամեն ինչը վերաբերվում էր բոլորին։ Այս բաժնում արդեն կառավարում ենք, երբ ելքային L1-ից L3-ը միացած ժամանակ ինդիկատորը միացած լինի, անջատված լինի կամ անջատված ժամանակ լույսը միացրած լինի, երբ միացնեք անջատվի, այս դեպքում դրածը միշտ անջատված է, երբ սեղմում ենք նոր ցույց է տալիս, որ միացված է։ Ունենք նաև Bluetooth-ի gateway, որտեղ կարող ենք ավելացնել Bluetooth-ով աշխատող
սարքեր կամ Bluetooth switch, որի կարող է միացված լինել այլ խելացի սարքեր, որոնք աշխատում են Bluetooth-ով, եւ այստեղից ավելացնել այստեղ։ Մի խոսքով այն հանդիսանում է Bluetooth switch-ի սարքերի կառավարման էջ։ Այս էջում կարող ենք կարգավորել կամ իմանալ ինֆորմացիա սարքի մասին կամ հեռացնել ընդհանրապես մեր Smart Life ծրագրից։ Այժմ անցնենք արտաքին ինտերֆեյսին եւ փորձարկենք ահա այս ալբոմում տեղադրված նկարը։ Եվ այսպիսով սարքը միացավ, մեզ հարցնում է, թե որ սենյակների սարքերն ենք ուզում կառավարել։ Իհարկե բոլորն ենք մենք ուզում եւ այստեղ արդեն հայտնվում ենք ինտերֆեյսի մեջ։ Ինչ ունենք այստեղ։ Կարող ենք ավելացնել սարքեր, լոկալ սարքեր, կարող ենք ավելացնել նաև սարքեր Smart Life ծրագրին կպած, օրինակ հեռուստացույցը, կոնդիցիոները եւ այլ լույսեր սենյակների։ Մի խոսքով այն բոլոր սարքերը, որոնք ավելացված են մեր Smart Life ծրագրի մեջ։ Այս ստեղնը սեղմելով մեր մոտ կմիանա արդեն հեռուստացույցը։ Թերթելով հաջորդ էջ, այստեղ արդեն տեսնում ենք մեր բոլոր սարքերը, որոնք կան արդեն մեր համակարգում։ Խոսքով առաջին էջը տեղադրում ենք այն սարքերը, որոնք հիմնական են կամ մեզ ավելի հաճախ են պետք գալիս օգտագործելու համար, իսկ մյուս էջում արդեն կան բոլոր սարքերը։ Այստեղ ունենք նաև կարգավորման բաժին, նոր Wi-Fi-ին միանալու համար, Bluetooth ակտիվացնելու համար, էկրանի կարգավորումները անելու համար, էկրանը որ ռեժիմներով անջատի, ինչքան ժամանակ հետո անջատվի էներգիայի էկոնոմիայի համար, ձայնի կարգավորում, երբ սեղմում եք էկրանին ձայն գա, թե ոչ։ Այստեղ ունենք մի քանի թեմաներ։ Էկրանը սևանալուց հետո ինչ ցույց տա։ Եվ իհարկե ալբոմ, որը կարող ենք այստեղ նկար ավելացնել մեր ցանկացած բջջայինի միջոցով արդեն։ Այստեղից կարգավորում ենք ամիս, ամսաթիվը եւ ժամը, լեզուն։ Այստեղից կարող ենք կառավարել, թե որ սենյակի սարքերն ենք ցանկանում կառավարել, իմ մոտ այլ լեզվով է գրած, այդ իսկ պատճառով այն չի հասկանում, հայերեն չի հասկանում, այսպես ասած, մնացած լեզուները ռուսերեն, անգլերեն հասկանում է։
Այստեղ որ մեզ գա հաղորդագրություն, ինչ որ սարքերի փոփոխման ժամանակ, այստեղ կառավարում ենք առաջ եդի յառլիկները, այս էջում ստուգում ենք արդյոք նոր ծրագրային թարմացում թե ոչ, այս էջում կարող ենք տեղադրել ծածկագիր, երբ ուզենանք որոշ կարգավորներ փոփոխել, պետք է հավաքենք կոդ, վերաթողարկել սարքը, բերել գործարանային տեսքի և այլ կարգավորումներ և իհարկե սարքի մասին տվյալներ։ Այս ամեն ինչը կարգավորման էջի մասին էր, մեր մոտ հաջորդ ստեղնը դա թարմացնում է մեր սարքերը, ասենք օրինակ եթե Smart Life ծրագրում ինչ-որ սարք ենք ավելացրել, որ ուզում ենք հայտնվի այստեղ, թարմացնում ենք, որպեսզի այն հայտնվի։ Այստեղ ալբոմն է, որտեղ պետք է նկար լինի, բջջայինով ներմուծված, որպեսզի կարողանանք տեղադրել այս նկարի փոխարեն։ Այստեղ այս էջում հայտնվում են այն սարքերը, օրինակ շարժման դատչիկները, դռան բացվել-փակվելու դատչիկները, ջերմաստիճանի դատչիկները և արտահոսքի դատչիկները, որոնք ես ունեմ։ Մի խոսքով այս էջում դատչիկներն են։ Այստեղ նույնպես կարող ենք ընտրել թեման, թե ինչ արտաքին տեսք ունենա։ Այստեղ միանում ենք խելացի դռան զանգին կամ կամերային, որը նույնպես կառավարվում է բջջայինի միջոցով ավելացնելու համար և իհարկե հանգստի ռեժիմը, որը կարգավորվում էր մենյուից, թե որ ազդանշանները աշխատեն կամ որ ժամից որ ժամ աշխատեն հանգստյան ժամին։ Մի խոսքով առաջին էջը այն յառլիկներն են, որ ուզում ենք հաճախ օգտագործել, երկրորդ էջում բոլոր մեր սարքերն են, երրորդ էջում դոմոֆոնը։ Այստեղից դե արդեն ասեցի միացնում ենք ելքերը, որը կարող ենք նաև փոփոխել։ Այստեղ ունենք էկրանը անջատել միացնելու կնոպկան, զայրատկի կամ միացման ավելի ճիշտ հոսանքի բնիկ և զբրոս անելու գործարանային տեսքի բերելու համար նախատեսված անցքը։ Այսքան արտաքինի մասին, այստեղ կա ինֆորմացիա, որ կարող ենք միացնել մաքսիմում 600 վատ զորություն, ամեն մեկ ելքի վրա 200 վատ։ Այսինքն տեղադրված են փոքր զորության ռելեներ։ Այժմ անցնենք ներքին ինտերֆեյսին, որը արդեն գտնվում է Smart Life ծրագրում։ Որպեսզի ավելի պարզ լինի, օրինակ եթե մենք այստեղ երկուսը չենք փոխել այն սեղմելուց, ահա տեսնում ենք, որ ինդիկատոր է միանում, որը ասում է, որ միացված է այստեղն է, իսկ եթե փոխել ենք այն սեղմելուց հետո ոչ մի լույս չի միանա, բայց կմիանա մեր նախընտրած լույսը, օրինակ երեխաների սենյակի։ Այստեղ ինդիկատոր չկա։
Մի խոսքով, եթե այն փոփոխած չէ, ինդիկատորը կա։ Եթե փոփոխած է, այստեղ ինդիկատորը այլևս չի վառվում, բայց կարող ենք օգտագործել L ելքը արդեն Smart Life ծրագրից կամ իհարկե այստեղից։ Արդեն նախապես ավելացնելով, որպեսզի կարողանանք միացնել L ելքը։ Ահա մեր մոտ հայտնվել է այս նկարը և հարցնում է, թե որտեղ այն տեղադրենք։ Ահա այսուհետև արդեն մեր մոտ որպես գլխավոր նկար կհայտնվի սա։ Վերջ այսքան այս խելացի սարքի մասին, մնացած ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք ծանոթանալ ահա այս QR կոդի միջոցով։ Ահա փորձարկում ենք ստեղնը և մեր մոտ միանում է սենյակի լույսը։ Ինֆորմացիայի համար ասեմ, որ նաև իկապորտը գտնվում է ահա այս մասում, որպեսզի տեղադրելուց իմանաք, թե որ կողմերին նայեն, որպեսզի կարողանա մաքսիմում լավ կառավարել ձեր սարքերին։